Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1544-րդ օրն է։ Այսօր հենց հաղորդման սկզբում ուզում եմ մեր լսարանին ասել, որ դուք լավագույնն եք, աննկարագրելի, եւ ես իրոք հպարտեմ, որ մենք ձեզ հետ դարձել ենք մեկ մեծ հայկական ընտանիք, քանի դեռ շատերը կդիտեն այսօրվա թողարկումը, արդեն կլինի մայիսի 18-ը իմ ծննդյան օրը եւ կլրանա ուղիղ 3 տարի, ինչի ես սկսեցի կամաց-կամաց եթերներ պատրաստել ձեզ համար։ Այն ժամանակ առիթը Կիևի հերթական հրետակոծությունն էր եւ ես հասկացա, որ ռուսական հարձակումների պատճառով մի առավոտ կարող է ինձ համար պարզապես չբացվել, իսկ ես ձեզ դեռ այնքան շատ բան ունեի ասելու եւ կիսվելու ձեզ հետ։ Այդպես հերթական ծննդյան օրվանից եւ ռուսական հերթական հրետակոծությունից հետո ես սկսեցի այս եթերները, իսկ դուք ինձ աջակցեցիք եւ շարունակում եք աջակցել ամեն օր ձեր լայքերով, մեկնաբանություններով, պատասխանելով թշնամիներին մեկնաբանություններում, երբ ես նույնիսկ չեմ նկատում նրանց նվնվոցը։ Այսօր մեր ընդհանուր լսարանի թիվը 3 ալիքներում անցել է 100,000-ից, դուք իրական եք եւ իմ գալիք ծննդյան օրը պարզապես առիթ է ձեզ ասելու, որ շատ եմ սիրում մեր լսարանը եւ շատ բարձր եմ գնահատում մեր միասնությունը։ Իսկ այսօրվա եթերը հուսով եմ ձեզ դուր կգա, որովհետեւ դրական նորությունները շատ են եւ թող այսպիսի լուրերը մեզ ուղեկցեն ամեն օր։ Դե ինչ, անցնենք առաջ եւ սկսենք հաղորդումը։ Ինչպես եւ սպասվում էր, ուկրաինական հարվածները ռուսական ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին ավելացել են։ Շաբաթ գիշերը ուկրաինական բարի դրոնները հարձակվել են Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի ռազմավարական օբյեկտների վրա։ Հարվածի տակ է հայտնվել Նևինամիսկի գործարանը, որը արտադրում է պայթուցիկ նյութեր։ Պայթյուններ են եղել նաև Նաբերեժնի Չելնիում եւ կրկին Պերմում, իսկ այս գիշեր օկուպանտների քունը փախել է օկուպացված Ղրիմում, Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում, թեև չի ասի, թե Բելգրադի եւ Կուրսկի մարզերում հանգիստ քնել են։ Նաև հայտնի է դարձել, որ Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը լիովին դադարեցրել է աշխատանքը այն բանից հետո, երբ ուկրաինական դրոնները ջախջախել են Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշիի նավթավերամշակման գործարանի առաջնային վերամշակման բոլոր կայանքները։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի խորքերը հասցվող հարվածները ռուսների շրջանում տագնապի կտրուկ աճ են առաջացրել, նրանք սկսել են ավելի շատ անհանգստանալ սեփական տարածքին հասցվող ուկրաինական հարվածների, քան ռազմաճակատի գծում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Այս մասին են վկայում հասարակական կարծիք հիմնադրամի հարցման արդյունքները, որն անցկացվել է մայիսի 1-ից 3-ը։ Հետազոտության համաձայն ռուսների 18%-ը շաբաթվա գլխավոր թեմա է անվանել ուկրաինական հրետակոծությունները, մինչդեռ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության թեման հիշատակել է հարցվածների միայն 16%-ը։ Սոցիոլոգները ընդգծում են, որ նման բան տեղի ունենում առաջին անգամ պատերազմի ամբողջ ընթացքում։ Դե սա դեռ մայիսի 1-ին են արել, բա որ հիմա անեն։ Ռուսաստանի խորքերը հասցվող հարվածների թեմայի նկատմամբ ռուսների հանրային հետաքրքրությունը սկսել է աճել դեռևս 23 թվականին, երբ ուկրաինական դրոնները սկսեցին հասնել Բելգրադ եւ Մոսկվա, իսկ նավթաբազաներին եւ էներգետիկ օբյեկտներին հասցված արդյունավետ հարվածներից հետո այս ցուցանիշը շարունակեց աճել։ 26 թվականի ապրիլի վերջին ուկրաինական հարվածները արդեն անհանգստացնում էին ռուսների 15%-ին, այդ ֆոնին Ռուսաստանում արձանագրվում էին վառելիքի եւ օդանավակայանների աշխատանքի հետ կապված խնդիրներ, բացի այդ Տուապսեի նավթաբազայի վրա վերջերս իրականացված հարձակումները հանգեցրել են էկոլոգիական հետևանքների, դրանք իրենց հերթին ավելի շատ հանրային ուշադրություն հրավիրեցին ագրեսոր երկրի ներսում ընթացող պատերազմի վրա։ Ռուս պրոպագանդիստ Z-պատրիոտ Իլյա Ռեմեսլոն օրերս քննադատության նոր չափաբաժին է թափել Վլադիմիր Պուտինի հասցեին, նա ի թիվս այլ բաների ներողություն է պահանջել Ուկրաինայի դեմ տապալված եւ անշնորհք պատերազմի համար։ Ինձ թվում է ձեզանից շատերը արդեն մեր Telegram-ում տեսել են նաեւ այլ ռուսաստանցիների կարծիքներ այսօրվա բարի դրոնների այցելություններից հետո։ Ինչի Ռեմեսլոյին ցիտեցի, որովհետեւ արդեն ռուսական մամուլում է հնչում Պուտինի հանդեպ մեղադրանքներ, առաջ նման բաներ իհարկե սպասել չէինք կարող։ Դե իսկ մինչ ռուսներին ավելի ու ավելի մեծ անհանգստություն է պատում, մեզ եւ մեր լսարանին առանձնահատուկ ոգեշնչում է հաղորդում դեպի Ղրիմ տանող ցամաքային ճանապարհի նկատմամբ մեր Middle Strike դրոնների վերահսկողությունը։ Մեր դրոնները ավելի ու ավելի շատ են հայտնվում ոչ միայն Մարիուպոլի եւ Բերդյանսկի երկնքում, որոնք հենց Ղրիմի ճանապարհին են, այլև հենց Դոնեցկի երկնքում։ Ով չգիտի, ասեմ, որ Middle Strike-ը մեր միջին հեռահարության դրոններն են, իսկ դրանց քանակը պատիկներով ավելի շատ է, քան Deep Strike
հեռահար դրոնները, իսկ դա նշանակում է, որ թշնամու վիճակը քաղցր չի լինի, որովհետև ով վերահսկում է երկինքը, նա թելադրում է պատերազմի սցենարները։ Իդեպ հենց այդ պատճառով է Ռուսաստանը փորձելով ներկայություն ապահովել Ուկրաինայի երկնքում, ավելի ու ավելի շատ փորձում օգտագործել Բելարուսը։ Պուտինը փորձում է օգտագործել այդ երկրի աշխարհագրական դիրքը Ուկրաինայի կարևոր օբյեկտներին եւ լոգիստիկային հարվածելու համար, եւ ամենևին պատահական չէ, որ հատուկ տրիբունալի ներկայացված ցուցակում Պուտինի, Շոյգուի, Գերասիմովի, Բորտնիկովի, Զոլոտովի, Մեդվեդևի, Պատրուշևի եւ մյուսների անունների կողքին նշված է Լուկաշենկոյի ազգանունը։ Կիևից նույնպես նախազգուշացումներ են հնչում Լուկաշենկոյի հասցեին, որ նրա գործողությունները անպատիժ չեն մնա նաեւ ռազմական առումով։ Իդեպ ռուսական բանակը այնքան ապաշնոր է, որ հարվածում է սեփական տարածքին նաև ռուսական պետությունը հերթական անգամ ապացուցեց, որ ավերածությունները բերում ոչ միայն ուկրաինացիներին, այլև սեփական քաղաքացիներին։ Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Բելգրադի մարզում ռուսական ավիաբոմբ է ընկել բնակելի տան վրա։ Տեղական ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով ռումբը ծակել է տներից մեկի տանիքը, բայց չի պայթել, այնուամենայնիվ ստացված վնասվածքներից տան ներսում մարդ է մահացել։ Դեռ ռազմական գործերի մասին իրավիճակը ձեզ մի փոքր ուշ կներկայացնեմ, իսկ այժմ ինչպես միշտ խոսենք կարևոր քաղաքական թեմաներից, մանավանդ որ աշխարհը փորձում է հասկանալ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել Թրամփի հետ Չինաստանում։ Թրամփը Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո անսպասելի դիմել է Թայվանին, ասելով, թե աջակցում է Թայվանին, բայց անհրաժեշտ չի համարում, որ վերջինս պաշտոնապես հայտարարի իր անկախության մասին։ Միջազգային լրատվամիջոցներում տարբեր վերլուծություններ են հայտնվում, ընդհուպ մինչև այն, թե ով ինչ բարձրության աթոռի վրա էր նստած Չինաստանում, դե գիտեք, արևելքը նման նրբությունները կարևորում է, իսկ իմացող մարդիկ համապատասխան դատողություններ են անում։ Ճիշտ ասած, ես այն մարդկանցից չէի, ով ինչ-որ մեծ սպասումներ ուներ Թրամփի այցից Չինաստան։ Թրամփը, ինչպես ասել եմ, կոմերսանտ է իր հոգով եւ լուրջ քաղաքական քայլեր սпасել, ինձ թվում է ավելորդ էր։ Սա երկար ընդմիջումից հետո Թրամփի երկրորդ այցն էր Չինաստան, ավելի շատ ամերիկյան կորպորացիաների շահերը պաշտպանելու համար, քան թե ինչ որ քաղաքական կամ աշխարհաքաղաքական հարցերի լուծման համար, չնայած իհարկե քննարկվել են եւ հետևանքներ կունենան, բայց այն սպասումները, ինչը կար արևմուտքում, ես ճիշտ ասած զարմացած եմ, որ որոշ մարդիկ դեռ ինչ որ բան սպասում էին Թրամփից։ Իհարկե այդ սպասումները չեն իրականացել։ Դեռ առիթ կունենանք մասնագետների հետ անդրադառնալու այդ թեմային։ Ասեմ, որ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մեկնաբանելով Թրամփի ավարտված այցը Չինաստան եւ նրա հանդիպումը չինական առաջնորդ Սի Ցզինպինի հետ հայտարարել է Պեկինի եւ Վաշինգտոնի մտադրության մասին կառուցողական դեր խաղալ Ուկրաինայի պատերազմի ավարտի հարցում։ Սակայն աշխարհը միայն Թրամփով չէ, որ ապրում է, այս օրերին ի հայտ են եկել բազմաթիվ հետաքրքիր քաղաքական թեմաներ, այդ թվում Հայաստանին վերաբերող։ Ռուսաստանը ընտրություններից առաջ Հայաստանի դեմ մտցրել է այսպես կոչված բանջարեղենային շրջափակում, սա որոշ փորձագետների կարծիքն է Ռոսսելխոզնադզորի բանսարկությունների ֆոնին։ Դե երբ մենք տարիներ շարունակ ասում էինք, որ անհրաժեշտ է իրական դիվերսիֆիկացիա, ոմանց թվում էր, թե մենք Կիևից ենք, նեղված ենք եւ այդ պատճառով ենք իրավիճակը այդպես մեկնաբանում եւ շարունակում էին ձևացնել, թե աշխարհում Ռուսաստանից բացի այլ շուկաներ գոյություն չունեն։ Ու նույնիսկ եթե դիվերսիֆիկացնում էին լոգիստիկան, օրինակ Ադրբեջանի տարածքով, միևնույն է ճանապարհը դուրս էր գալիս նույն Ռուսաստանի վրա։ Նման անխոհեմ անհոգությունը հանգեցնում է այսպիսի երևույթների, որոնք Ռուսաստանը հաճախ է օգտագործել բազմաթիվ երկրների դեմ։ Իսկ թե ինչու Հայաստանը պետք է բացառություն լիներ, պետք է հարցնել այն մարդկանցից, ովքեր ոչ մի քայլ չեն ձեռնարկել տնտեսության դիվերսիֆիկացման համար։ Ռոսսելխոզնադզորի արգելափակումներից կախվածությունը նվազեցնելու համար Հայաստանը կարող է անհապաղ սկսել կարևոր քայլեր ձեռնարկել, նույն Վրաստանի օրինակով։ Հիմա իհարկե իրավիճակը այլ է, բայց գործիքակազմ կա արձագանքելու համար։ Ես հավանաբար առաջիկա օրերին անալիտիկա ալիքում հատուկ թողարկում կանեմ այս թեմայով կամ հարցազրույց կունենամ փորձագետների հետ։ Ես իհարկե տնտեսագետ չեմ, բայց կան քաղաքական տնտեսական քայլեր, որոնք ված չէր լինի առնվազն հնչեցնել եւ դիտարկել, իսկ որոշումները իհարկե կսպասենք Հայաստանի պատկան մարմիններից։
Ուկրաինան եւ Մոլդովան համատեղ պատասխան են պատրաստում Մերձդնեստրում Ռուսաստանի նոր էսկալացիային։ Կիևը արձագանքել է Պուտինի հրամանագրին Մոլդովային պատկանող, բայց Ռուսաստանի կողմից օկուպացված Մերձդնեստրի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված կարգով ընդունելու մասին։ Ուկրաինայի պետության ղեկավարի խոսքով նման քայլով Կրեմլյան ռեժիմը ոչ միայն համալրում է փնտրում իր օկուպացիոն բանակի համար, այլև փորձում է Մերձդնեստրը ներկայացնել իբրև սեփական տարածք։ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ ագրեսոր երկրին ամենևին միայն Դոնբասը չէ, որ հետաքրքրում է, եւ հայտարարել է համապատասխան արձագանքի անհրաժեշտության մասին։ Ուկրաինայի առաջնորդը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայի սահմանակից Մերձդնեստրի տարածքում տեղակայված է ռուսական ռազմական կոնտինգենտ։ Սա մեզ համար նույնպես մարտահրավեր է, մենք շահագրգռված ենք կայուն ուժեղ Մոլդովայով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Այս կապակցությամբ Զելենսկին արտաքին քաղաքական գերատեսչությանը հանձնարարել է անհրաժեշտ շփումներ հաստատել Կիշինյովի հետ իրավիճակի համատեղ գնահատման եւ համատեղ գործողությունների համար։ Զելենսկին առաջարկներ է ակնկալում նաեւ հետախուզությունից եւ հատուկ ծառայություններից Կրեմլի այս քայլին արձագանքելու ձևաչափի վերաբերյալ։ Մեջբերեմ Ռուսաստանը պետք է ավելի շատ մտածի իր նավթավերամշակման գործարանների եւ նավթի վերբեռնման մասին, այլ ոչ թե օտար պետությունների քաղաքացիների ու այլ ժողովուրդների հողերի, հավելել է Զելենսկին։ Իսկ Ամերիկան եւ Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է New York Times-ը, հղում անելով Մերձավոր Արևելքի իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով սցենարներից մեկը ամերիկյան հատուկ ջոկատայինների ուղարկումն է բարձր հարստացված ուրանի պաշարները գտնելու եւ առգրավելու համար, որոնք ենթադրաբար թաքցված են գետնի տակ Իսֆահանի օբյեկտում։ Լրատվականի աղբյուրները պնդում են, որ դեռևս մարտին Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք են տեղափոխել հատուկ ստորաբաժանումների մի քանի 100 մարտիկների, սակայն նման գործողության իրականացման համար կպահանջվեն նաև լրացուցիչ հազարավոր զինվորականներ աջակցության եւ այսպես կոչված անվտանգության պերիմետր ստեղծելու նպատակով։ Սպիտակ տանը դիտարկում են նաև այլընտրանքային տարբերակ, զանգվածային հարվածներ Իրանի ռազմական եւ ենթակառուցվածքային օբյեկտներին, եթե Թեհրանի հետ բանակցությունները վերջնականապես փակուղի մտնեն։ Ճիշտ ասած, շատ տարօրինակ են նման հրապարակումները։ Պատերազմ սկսելուց առաջ գաղտնիության ռեժիմը պետք պահել, բայց քանի որ Ամերիկայում ներքաղաքական պայքար է, նման հոդվածները կարծես ավելի են բարդացնում Թրամփի կյանքը։ Դե Թրամփն է սկսել կարծես այս թեման եւ ինքն է պատասխանատու ամենի համար։ Միևնույն ժամանակ տարածաշրջանի երկրները սկսում են հարմարվել ստեղծված իրավիճակին։ Սաուդյան Արաբիան կազմակերպել է պարարտանյութերի արտահանման լայնամասշտաբ ցամաքային երթուղի, շրջանցելով արգելափակված նեղուցները, օգտագործելով հազարավոր բեռնատարներ, արտադրանքը անապատով դեպի Կարմիր ծով տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով պետական լեռնահանքային ընկերությունը կազմակերպել է հսկայական լոգիստիկ գործողություն, ամեն օր հազարավոր բեռնատարներ ուղարկելով երկրի տարածքով Պարսից ծոցի ափից դեպի Կարմիր ծովի նավահանգիստներ։ Եթե մայիսի սկզբին փոխադրումներին մասնակցում էր օրական մոտ 600 բեռնատար, այժմ այդ թիվը հասել է շուրջ 3500-ի։ Պատկերացնում եք ինչ արագությամբ է ավելանում։ Ինչպես նշում են փորձագետները, ավտոմոբիլային լոգիստիկան ի վիճակի չէ ամբողջությամբ փոխհատուցել ծովային կոնտեյներային փոխադրումների ծավալը, այնուամենայնիվ ցամաքային միջանցքի օգտագործումը թույլ է տալիս մասնակիորեն կայունացնել պարարտանյութերի մատակարարումները եւ նվազեցնել համաշխարհային պարենային շուկայում խափանումների ռիսկերը, հատկապես հիմա, որ գարուն է, Վերլուծաբանները խոստովանել են, որ սկզբնական շրջանում կասկածում էին արտահանման ենթակառուցվածքները նոր պայմաններին արագ հարմարեցնելու Սաուդյան Արաբիայի կարողությանը, սակայն այժմ տեղի ունեցողը նրանք անվանում են լոգիստիկ հրաշք։ Մեկ վայրկյան խնդրում եմ դադար տալ սեղմել լայք մեր եթերին եւ նորից շարունակենք։ Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնաբանել է լրատվամիջոցների հրապարակումները եվրոպական հետախուզության զեկույցի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն գնահատվում է որպես Պուտինի ռեժիմի համար ապակայունացման պոտենցիալ գործոն։ Լրագրողների հետ զրույցում Բոլթոնը կասկած է հայտնել, որ Շոյգուն այնպիսի կերպար է, ով կարող է դավադրություն նախապատրաստել Պուտինի դեմ, եւ հայտարարել է, որ այդ դերի համար ավելի համապատասխան է ռուսական գլխավոր գենշտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Մեջբերեմ, արդյոք Շոյգուն ունի ռուսական կառավարության
ղեկավար դառնալու հավակնություններ։ Հավանաբար այո, բայց արդյոք նա ունի քաղաքական հնարավորություններ ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում կոալիցիա ստեղծելու համար։ Չգիտեմ, ես նրան չէի անվանի ամենահավանական թեկնածուն, հայտարարել է Ջոն Բոլթոնը։ Նրա կարծիքով դավադիրների դերի պոտենցիալ թեկնածուներ կարող են լինել բանակից կամ հատուկ ծառայություններից ինչ-որ մեկը։ Մեջբերեմ, եթե ինչ-որ մեկը լիներ, ես կասեի, որ դա Գերասիմովն է։ Ըստ էության, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը, ինչ-որ մեկը անմիջապես բանակից կամ հետախուզական հանրույթից, ՖՍԲ-ից կամ ԳՌՈ-ից։ Այդպիսի մի բան, այլ ոչ թե քաղաքացիական ոլորտից որևէ մեկը, ասել է Բոլթոնը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Կրեմլի քաղաքականությունը չափազանց անթափանց է կողմնակի դիտորդի համար։ Նախկին խորհրդականը կարծում է, որ ռուսական ռազմական էլիտայի դժգոհությունը Պուտինից աճում է եւ պատերազմում ռուսական բանակի հյուծման եւ բարոյահոգեբանական վիճակի անկման մասին։ Ասել է Բոլթոնը, հավելելով, ինչպես կարող էր այլ կերպ լինել, հաշվի առնելով Ուկրաինայի դիմադրությունը 22 թվականի փետրվարի սկզբից ի վեր։ Ռուսաստանի նավթային արդյունաբերության օբյեկտներին ուղղված Ուկրաինայի հարվածները չափազանց արդյունավետ են եղել, առնվազն 8 նավթավերամշակման գործարան դադարեցրել է աշխատանքը, այս մասին գրում է ռուսական անկախ Նովայա Գազետա Եվրոպան։ Ուկրաինայի զինված ուժերի դրոնները վերջին 2 ամսում շարքից հանել են ռուսական 8 նավթավերամշակման գործարան, ինչի հետևանքով նավթավերամշակման ծավալները գահավիժել են 23%-ով։ Միևնույն ժամանակ ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ Բելարուսի հետ սահմանը վերածվել է հզոր պաշտպանական գծի, իսկ պաշտպանության ուժերը լիակատար պատրաստվածության մեջ են բելարուսական ուղղությունից հնարավոր սպառնալիքներին եւ սադրանքներին դիմակայելու համար։ Մինսկին Ուկրաինայի դեմ ուղղակի ռազմական ագրեսիայի մեջ ներքաշելու Կրեմլի նոր փորձերի ֆոնին Արևմուտք օպերատիվ հրամանատարությունը իր Facebook-յան էջում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնցում պատկերված են մեր երկրի հյուսիսային սահմաններում գտնվող սահմանապահ ջոկատների հենակետներից մեկի անձնակազմի առօրյան։ Զինվորականները պատմել են, որ Բելարուսի հետ սահմանը այսօր անառիկ ամրոց է։ Պաշտպանության ուժերում հիշեցնում են, որ Բելարուսը մնում է Ռուսաստանի դաշնակիցը եւ ռուսական զորքերի ագրեսիվ գործողությունների համար պոտենցիալ հարթակ։ Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ սահմանամերձ հատվածներում կառուցվել են կիլոմետրերով դաշտային ամրություններ, ինչպես նաեւ կահավորվել են հարյուրավոր կապոնիրներ, պատսպարաններ ռազմական տեխնիկայի համար եւ երկարաժամկետ կրակակետեր։ Լրացուցիչ պաշտպանություն են ապահովում ականապատ դաշտերը, հակատանկային խրամատները եւ ինժեներական արգելափակոցները։ Հրամանատարությունում նշել են, որ պաշտպանությունը ուժեղացնում է նաեւ Պոլեսիայի բնական առանձնահատկությունները, խոսքը անտառների, ճահիճների եւ բազմաթիվ գետերի մասին է, որոնք դժվարացնում են զորքերի հնարավոր առաջխաղացումը։ Ուկրաինայի զինուժից հայտնել են, որ սահմանապահների ստորաբաժանումները եւ խմբավորման մյուս ուժերը շարունակում են վերահսկել պետական սահմանի ամրացված հատվածները եւ պատրաստ են անհապաղ արձագանքել թշնամու ցանկացած գործողության կամ սադրանքի։ Ավելին ասեմ, նույնիսկ Մինսկում կզգան իրենց վրա, եթե փորձեն սահմանը անցնել, հենց մայրաքաղաքում։ Հասանք ռազմաճակատի թվերին։ Նախորդ 2 օրերին ռազմաճակատում տեղի է ունեցել 497 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են եւս 2400 օկուպանտի եւ նրանց 2700-ից ավել միավոր տեխնիկան, տրանսպորտն ու սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ըստ ֆոտոտեսաֆիքսված տվյալների լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,348,790-ի, ռելիզները ձեր էկրաններին են, ամենաարդիականը աջ կողմինն է։ Իսկ նախքան մեր եթերը շարունակելը նորից կհիշեցնեմ ձեզ, որպեսզի ովքեր դեռ չեն օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը անպայման դա արեք, խնդրում եմ դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, դա կօգնի մեզ ռուսական քարոզչության դեմ պայքարում։ Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, սա մեր պայքարի միջոցն է եւ ամեն մի նոր լայք կամ եթերի տարածում դա փամփուշտ է ուղղված ագրեսոր պետության դեմ։ Ուկրաինական բարի դրոնների այցղրիմ հզոր հրդեհ է բերել Բելբեկ ավիաբազայում եւ Արաբատյան Ստրելկայում։ Մայիսի 17-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել օկուպացված Ղրիմում ռուսական զինված ուժերի կարևոր թիրախներին, հայտնի է ագրեսորի 2 խոշոր խոցված օբյեկտների մասին։ Մայիսի 16-ի ուշ երեկոյան Ղրիմյան տելեգրամյան ալիքները սկսեցին զանգվածաբար գրել ռուսական հոբի ինտենսիվ աշխատանքի եւ պայթյունների մասին Բելբեկ եւ Կաչա օդանավակայանների շրջաններում, Սևաստոպոլում, Սիմֆերոպոլում, Ֆիոլենտ Հրվանդանում, ինչպես նաեւ Կազաչյա
Բուխտայում հարձակումից հետո ՆԱՍԱ-ի արբանյակները հզոր հրդեհ են արձանագրել Բելբեկ օդանավակայանում, որը ռուսական օկուպացիոն բանակը ակտիվորեն օգտագործում է ագրեսիայի համար։ Հրդեհի օջախներ են գրանցվել նաև Արաբատյան հրվանդանում, նախնական տվյալներով այնտեղ հարվածի տակ է հայտնվել օպերատիվ տակտիկական հրթիռների պահպանման և արձակման առանցքային կենտրոնը։ Այս ուղղությամբ Մադյարի անօդաչու համակարգերի ուժերը մանրամասներ են ներկայացրել, հավելելով, որ բարի դրոնները հասել են մինչև Կասպիսկ և խոցել Ռուսաստանի նավատորմի պահակային նավը։ Եթերի սկզբում ասացի, որ մեր Middle Strike-ը գնալով նոր օդային տարածքներ է նվաճում և օկուպացված տարածքներում և Ռուսաստանի տարածքում, և Մադյարի ռելիզը հենց դրա մասին է։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերը Կասպիսկում խոցել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի սահմանապահ պահակային նավը։ Մայիսի 16-ի 17-ի գիշերը Ուկրաինայի զինուժի անօդաչու համակարգերի ուժերը ակտիվորեն հարձակվել են Ռուսաստանի զինված ուժերի ռազմական թիրախների վրա, ինչպես մերձավոր, այնպես էլ հեռավոր թիկունքում, ի թիվս այլ թիրախների խոցվել է ագրեսորի պահակային նավը։ Մանրամասներ ու կադրերը հրապարակել է Մադյարը իր ալիքում, և բնականաբար այդ ամենը արդեն հասանելի է մեր Telegram-յան ալիքում, կարող եք վայելել։ Խոսքը 1410 Սվետլյակ նախագծի սահմանապահ պահակային նավի մասին է, այն ենթարկվել է հարձակման Կասպիսկի մոտակայքում Դաղստանում, Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից մինչև այդ խոցման կետ հեռավորությունը ավելի քան 1000 կիլոմետր է։ Նավի անձնակազմը բաղկացած է մոտ 30-ից 40 հոգուց։ Մոսկվան լռություն է պահպանում, փորձելով կոծկել հարվածի հետևանքով հասցված վնասի և կորուստների չափի մասին, բայց մեր գլխավոր շտաբը վստահ եմ ինքնուրույն կպարզի բոլոր մանրամասները։ Բացի այդ, օկուպացված Ղրիմի տարածքում Մադյարը հավելում է, որ ուկրաինական դրոնները հաջողությամբ հարձակվել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմավարական պաշտպանված կապի հանգույցի վրա։ Ընդհանուր առմամբ, ըստ Մադյարի տվյալների, արդեն այս երկու գիշերների ընթացքում անօդաչու համակարգերի ուժերը խոցել են 46 ռազմական թիրախ Ռուսաստանում, ինչպես նաև օկուպացված տարածքներում։ Հարվածների տակ են հայտնվել Տոր M2 զենիթային համալիրը Լուգանսկի մարզում, Ռուսաստանի զինուժի վառելիքով բեռնված գնացքը Դոնբասում, նավահանգստային կռունկները Բերդյանսկում, ինչպես նաև ռուսական զինուժի դրոնների կառավարման կետը և հրամանատարական շտաբը նույն Դոնեցկի մարզում։ Մոտեցանք մեր եթերի ամենասպասված մասին իմ կարծիքով։ Մայիսի 17-ի գիշերը և վաղ առավոտյան Ռուսաստանի Մոսկվայի մարզը և մայրաքաղաքը ենթարկվել են բարի դրոնների զանգվածային հարձակման։ Մոսկվայի Հոբ հովանոցը ծակվել է, կան հարվածների հստակ թիրախավորումներ։ Բացի Մոսկվայից հարվածների տակ են հայտնվել Զելինագրադը, Նարաֆամինսկը, Խիմքին, Դուրիկինոն։ Հաստատվել է հարվածը Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, ռազմական կարիքների համար էլեկտրոնիկա արտադրող Էլմա տեխնոպարկին, Սոլնեչնագորսկայա նավթամղիչ կայանին, ինչպես նաև Շերեմետևո օդանավակայանին։ Բոլոր կադրերը մեր Telegram-ում են։ Զելենագրադում նախնական տվյալներով հարվածի տակ է հայտնվել Անգստրեմ գործարանը, որը գտնվում է արևմուտքի պատժամիջոցների տակ Ռուսաստանի զինված ուժերի համար միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդիչներ արտադրելու պատճառով։ Դուբնայում հարձակման է ենթարկվել Ռադուգա կոնստրուկտորական բյուրոն, որը ներգրավված է հրթիռների արտադրության մեջ։ Շերեմետևո գլխավոր ռուսական օդանավակայանի տարածքում լուրջ հրդեհ է արձանագրվել։ Տեղական իշխանությունները պնդում են, թե վնասներ չկան, բայց կադրերը մեր Telegram-ում են։ Ռուսական ՀՕՊ համակարգի աշխատանքի հետևանքով մի քանի բնակելի տներ են վնասվել Զելենագրադում, Խիմկիում և Բալաշիխայում։ Ռուսական իշխանությունները հայտնում են 12 տուժածի մասին, որոնց հիմնական մասը Մոսկվայի նավթավերամշակման գործարանի աշխատակիցներն են։ Մոսկվայի նավթային գործարանին հասցված հարվածը մեկնաբանել է ուկրաինացի հայտնի վոլոնտյոր պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։ Մեջբերեմ, սա մեզանից 2000 կիլոմետր շարավղով միակ նավթավերամշակման գործարանն էր, որին զանգվածային հարվածներ չէին հասցվել, քանի որ այն պաշտպանված էր հսկայական քանակությամբ ՀՕՊ միջոցներով։ Պաշտպանված էր։ Մեր ամեն մի հարձակման հետ մեկտեղ սեփական օդային տարածքը պաշտպանելու ռուսների հնարավորությունները նվազում են, իսկ պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ մենք սկսենք 2 անգամ ավելի շատ դրոններ արձակել, իսկ այդպես լինելու է, գրել է Ստերնենկոն։ Գործողությունը մեկնաբանել է նաև անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադյար-Բրովդին։ Նա հրապարակել է հարվածային անօդաչուի լուսանկար, որի թևին անգլերենով գրված է «Մոսկվան երբեք չի քնում»։ Մեջբերեմ, չեղարկեցի Պատրիկների և շրջակայքում հանգիստ կյանքի միակողմանի բաժանորդագրությունը, նշել է Մադյարը։ Սա ռազմական հումոր է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի վրա իրականացված զանգվածային հարվածը անվանել է պատասխան Ռուսաստանի կողմից պատերազմի ձգձգմանը։ Նա հայտարարել է, որ գործողությունը պատասխան էր Կիևին հասցված վերջին հարվածին եւ պատերազմի դադարեցնելու Կրեմլի ցանկության բացակայությանը։ Հայտարարությունը Ուկրաինայի նախագահը հրապարակել է X-ի իր պաշտոնական էջում։ Զելենսկին այս պատասխանը անվանել է արդարացի, ըստ նրա տվյալների հարձակումը իրականացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության SBU-ի եւ պաշտպանության ուժերի այլ ստորաբաժանումների կողմից։ Մեջբերեմ այս անգամ ուկրաինական հեռահար պատժամիջոցները հասել են Մոսկվայի տարածաշրջան եւ մենք հստակ ասում ենք ռուսներին, իրենց պետությունը պետք է ավարտի իր պատերազմը, նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում, քանի որ դրոնների եւ հրթիռների ուկրաինական արտադրողները ակտիվորեն մեծացնում են արտադրության ծավալները եւ ստեղծում նոր նմուշներ։ Զելենսկին նաեւ նշել է, որ պաշտպանության ուժերին հաջողվել է ճեղքել թշնամու պաշտպանությունը հենց այնտեղ, որտեղ հոբ կայանքների կենտրոնացվածությունը ամենախիտն էր։ Դե գիտեք, ռուսները ամբողջ երկրից հոբ միջոցներ էին բերել Մոսկվան եւ Մոսկվայի մարզը պաշտպանելու համար, բայց փաստացի չկա պաշտպանություն, որ ուկրաինական դրոնները չկարողանան ճեղքել։ Իմ կողմից հավելեմ, որ մեր հարվածները միայն շատանալու են եւ ռուսները պետք է ինչ-որ բան անեն իրենց Պուտինի հետ։ Պուտինի կառավարմանը պետք է վերջ տալ, այլապես նման գիշերները կդառնան պարբերական։ Մեր լսարանից շատերն էին մեկնաբանություններում կոչանում հարվածել Մոսկվային։ Դե գիտեք, մենք եթե նույնիսկ հարվածում ենք, ապա դա անում ենք ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին։ Այդ Ռուսաստանն է, որ անմեղ մարդկանց դեմ է կռվում, Ուկրաինան հարվածներ է հասցնում միայն ռազմական եւ ռազմավարական թիրախներին, իսկ եթե այդ ընթացքում տուժվում են քաղաքացիականներ, դա արդեն ռուսական հոբի վատ աշխատանքի արդյունքն է, այնպես որ ռուսաստանցիները պետք է մտածեն նոր նախագահ ընտրելու մասին, իսկ քանի դեռ Պուտինը շարունակում է իշխանավարել, այս հարվածները լինելու են։ Այս լավ նոտայով մեր լսարանին մաղթում եմ լավ հաջողակ մեկնարկող շաբաթ, կհանդիպենք հավանաբար երեքշաբթի օրը, իսկ եթե առողջությունս թույլ տա, ապա հենց վաղը անալիտիկա ալիքում կհրապարակեմ հարցազրույց իսրայելցի ռազմական փորձագետի հետ, շատ կարևոր թեմաներ են քննարկել, պարզապես դեռ չեմ հասցրել ձայնագրությունը պատրաստել թողարկման։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, եւ մինչ նոր հանդիպում այս ալիքում ամենայն հավանականությամբ երեքշաբթի, ինչպես ասացի, եւ բարով մնաք։